Երթևեկությունը թեթևացնելու համար մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություն են կատարում, գոհացնում է ձեզ։ Երևի մեր Երևանում այնքան մարդ չկա, այսքան մեքենա կա։ Բնականաբար խցանումները շատ լինի։ Հիմա մի շարք փողոցներում փոփոխություն են կատարում, որպեսզի խուսափեն այդ Գիտեք, ես այդքան փողոցների հետ չեմ շփվում։ Դրա համար այդքան չգիտեմ։ Անգրագետները նստել են ինչ պետք է անեն։ Իրանք չեն հասկանում ինչ են անում։ Այդքան բան։ Երթևեկությունը չի թեթևացնում։ Չէ, հակառակ ավելի ծանրաբեռնում է, հարգելիս։ Հələ ուշադիր նայեք, 5 րոպե կանգնեք տեսեք։ Դες բոլորը չիմանալով մտնում են, բացի դրանից։ Ծանրաբեռներն ավտոբուսը գիծ են արել, տեղ չկա ազատ, իրենք մտածում են ոտներով, թե ինչով։ Կոպիտ էլ կասեմ, քաղաքապետից սկսած վերջացրած։ Որտեւ իրանք ոչ վարորդ են, ոչ վարքշել գիտեն։ Իսկ իրանք ինչ են անում, դնում են անկապ օրենքներ են անում։ Ոչ իրանք են քշում, ոչ իրանք վարորդները, խախտումներով էթում են, իրանք ամեն ինչ կարելի է։ Ճիշտ ժամանակի տեղեկանում եք, թե խախտումները շատ։ Դե ասում են երբեմն, բայց հիմա նոր նայեցի նա իմ հետևի մեքենայի, ես ասի, մի մտի ուղեղը հանել են։ Ես մեր աղջիկը Yandex-ը լի չի փոխել իրարու։ Իրանք անում են, հետո մտածում, որ սխալալ է։ Գոհ չեք փոփոխություններից։ Գոհ չենք։ Օրինակ որ փողոցի։ Փողոցներով չգիտեմ, օրինակ քաղաքապետի այդ քաղաքապետարանի դեմը։ Էլ որտե ասեմ, ցրկի մոտ։ Հերիքա էլ։ Հանկարծ պատահաբար այդ քո ժամից մի 10 րոպե ենթադրենք պետք է դուրս գաս 10:15 դուրս ես գալի 10:25 դու 20 րոպեից ավել 25 րոպե կորցնում ես։ Պրիմիտիվ բաներ կա, որ եթե ուզում են օգնեն, իրենք կարան օգնեն, բայց չեն անում։ Ինչի համար։ Չեն ուզում անեն, մենակ իրանց լավը լինի։ Չէ, բալես, չի գոհացնում։ Օրինակ ես քաղաքապետարանի առաջը ծանրաբեռնել են արհեստական պրոբկայի առաջացել։ Դե ինչ, չի գոհացնում էլի այդ պահը։ Բայց նոր են, չէ՞, փոփոխությունը կատարել քաղաքապետարանի մոտ։ Հենց թեթևացնելու համար էր։ Բայց դա չի թեթևացել, ավելի է ծանրաբեռնվել։ Պատճառը ո՞րն է, որ նման փոփոխություններ են կատարում։ Գիտեմ, այդ իրանց հետ իրանց հարցրա իրանք կասեն, թե խի են այդ անում։ Օրինակ ինչպես եք դուք պատկերացնում այդ մասում։ Նախկինն ավելի լավ էր, քան թե հիմիկ։ Խցանունը դες մի անգամից չի վերանա։ Շատ նուրբ հարցեր կա, որ պետքա կատարվի, բայց մեր փոքր քաղաքում դա շատ դժվար է։ Կոնկրետ այս դեպքում ոնց որ շատ վատ է։ Խցանումները ավելի շատ։ Հիմա այն վերևից էլ չգիտեմ։ Հիմա լա թեթև է, բայց ընդդեղից էլ էլի խցանումներ են ելելու։ Այդպես այդքան էլ հաջող չի։ Դες չեմ կարող վստահ ասում, չգիտեմ, կարող է վաղը մյուս օր, մի օր, երկու օր հետո ավելի հետաքրքիր լինի առանց տրանսպորտի հիմար, բայց ամեն դեպքում խցանում է էլի, հիմա լա քաղաքի թեթև ժամերը մի քիչ ավելի հարմար է։ Իսկ հեսա երեկոն եկավ, ինձ թվում է երևի աշկի դիմաց, բոլորիս աշկի դիմացն է, էլի, չէ՞։ Լավ ահագին խցանում է անում այստեղ։ Կարելի ասել առայժմս չէ։ Դա պրոբկեքը շատ է, էլի։ Շատ է պրոբ։ Բայց ճանապարհը մի ժամա գալիս ենք։ Ները օգուտ տվել են։ Բոլորը չէ, բայց կան բաներ, որ օպտիմալ որոշումներ ա կայացվել։ Օրինակ այս մասում չեմ կարող հասկանամ սրա իմաստը, ու ոնց հասկացա մարդիկ չգիտեն դրա մասին, կամ է երևի հələ չեմ ֆիքսում այդ բանեն, սա համատարած։ Ես օրինակ եկա պետք է սենց մտնեի, տեսա չկա, գնացի ստիպված այնտեղ։ այս մասում նշում են, որ խցանումների պատճառ է դառնում, դուք ինչ կարծիք։ Ну միգուցե ճիշտ են ասում, կարող է հիմա Դե հիմա էֆեկտը չի երևում, երբ որ հստակ գործի այդ ժամանակը զգանք էլի, ինչքանով է ճիշտ։ Մի օր երկու օր առաջ ինչ-որ տես կարդացել է, բայց դե ամեն դեպքում հիմա վարորդ ենք, ավտո ենք քշում։ Ցանկալի ճանապարհային նշանները լավն են։ Տեղը կահավորած է, տեղը լավ չի կահավորված։ Ավտոբուսից որոշ չափով կարելի ասել գոհ եմ, բայց այդ փոփոխություններից չէ։ Չեն թեթևացրել երթևեկությունը։ Ոչ։ Ամենտեղ խցանումներ է։ Այդքան բա։ Պատճառը ո՞րն է, որ չի, պատճառը ո՞րն է, որ այդ փոփոխությունները օգուտ չեն տալիս։ Պատճառը նրանում է, որ մեքենաները գնում են
Այն ճանապարհով, որ պետք է գնային, չեն գնում, գնում են այն ճանապարհով, որտեղ որ արդեն խցանումներ է դառնում։ Պատճառը դա է։